Կարև ձեզ։ Փարի Կալուստ Գյումրի ու Փարի Կալուստ Վարեմ Մարեմ արվեստանոց։ Դե արվեստանոցի անունը արդեն պարզ է երևի, հենց Վարեմ Մարեմը ֆիլմից, մեր մանկության տանգոն ֆիլմից վերցրած ֆրազա է, որը նկարահանվել է հենց դիմացի պատշգամբում, որի մոտ մենք գտնվում ենք այս պահին։ Իմ մեջքի հետևում արվեստանոցի ամենահետաքրքիր պրոյեկտներից մեկն է անունների պատը, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է գալ ու իր անունը թողնել խաչքարի տեսքով, մեկը մեկին շարունակելով եւ համաշխարհային տոհմածառ կազմելով ամբողջ մարդկությանը հավաքել ենք Գյումրու պատի վրա։ Ու արդեն 4 տարի է մեր պատը ցկվում է մինչեւ եսիմ ուր։ Երգիրը կլոր է, պատը չի վերջանա, ֆռակ ու կա էլի նույն տեղը կհասի։ Հաճախ Գյումրի վերադառնում են երևի հենց մարդկանց ջերմ վերաբերմունքից ու ընդունելությունից, որովհետեւ ամենակարևոր բանը մարդկանց համար այդ վերաբերմունքն է, թե ինչ ծևի կհյուրընկալեն եւ ինչ ծև են ճանապարհում հյուրերին, իսկ Գյումրին երևի բոլորին հայտնի է ամենասրտաբաց քաղաքներից մեկն է։ Ուրեմն այս հատվածը մեր արվեստանոցի ցուցասրահն է, որտեղ ցուցադրվում են գյումրեցի գեղանկարիչ Խաչատուր Վարդպարոնյանի աշխատանքները։ Ալեքսանդրապոլ Լենինական Գյումրի շարքն է։ Տարբեր ժամանակաշրջաններում Գյումրու պատկերը, համայնապատկերը կարող եք տեսնել մեր մոտ, ու նաև մի շարք աշխատանքներ, լուսանկարներ հետերկրաշարժան եւ նախաերկրաշարժան ժամանակաշրջաններից, որը իրենից շատ մեծ արխիվ է ներկայացնում Գյումրու մասին, Լենինականի մասին պատկերացում կազմելու համար։ Այստեղ նաև մենք անցկացնում ենք վարպետաստասեր, որտեղ մեր հյուրերը կարող են նմանատիպ Գյումրու դռներ պատրաստել, գունավորել ու իրենց հետ տանել որպես հուշանվերներ։ Այսինքն վարպետների քաղաքում կարող են մարդիկ իրենց հենց վարպետներ զգալ։ Գնացինք Գագիկ Ռուզանդեր ստուն։ Գագիկ, վերջ կունարի։ Դա ոնց նկատեցիք մեր ցուցասրահի ֆիլմերի դիտման հատվածն է, որտեղ էլի մեր հյուրերը հնարավորություն ունեն գալ ու նայել մեր ամենասիրելի ֆիլմերից, մեր մանկության տանգոյի հատվածները, վերհիշել, թե ինչի համար են եկել Գյումրի ու ինչ հետաքրքիր գեղեցիկ ֆիլմեր են նկարվել այստեղ։ Ու ինտերիերը Գյումրու Լենինականի ավելի ճիշտ 80-ականների ինտերիերն է։ Այս կողմը արդեն լրիվ հին հետաքրքիր իրեր կան, որոնք մարդիկ այցելելով հիմնականում նոր սերունդը չի տեսել ու իրենց համար բացահայտումներ են հին լուսանկարչական ապարատները, այստեղ հեռախոսներ ունենք հին եւ այլն, նոստալգիա են ապրում մարդիկ այս հատվածը այցելելիս։ Ցուցասրահի մեր շարունակությունն է, որտեղ արդեն կարող եք տեսնել մեր գյումրեցի վարպետների ձեռքի աշխատանքները։ Խոսքս այս դռների մասին էր, որ ասեցի կարող են մարդիկ պատրաստել, ներկել, տանել ու իրական դռների օրինակներից է վերցրած։ Օրինակ հենց այս մեկը Վարեմ Մարեմի շենքի հենց դռնից է վերցրած օրինակը եւ վերևում 1879 թվական, այն թվականը, երբ շենքը կառուցվել է ու գոյատևում է մինչև այսօր։ Որպես շարունակություն կարելի է ասել նաև նկարները Վարդպարոնյանի այստեղ է ցուցադրված, չնայած որ արվեստանոցը ի սկզբանե այսքան տարածքն է եղել, հենց առաջին հատվածը էս է եղել, հետո նոր արդեն ավելացվել է ցուցասրահը եւ ֆիլմերի դիտման հատվածը։